Արևիկ հրատարակչությունը Հայաստանի ազգային գրադարան է եկել իր գրքային նորույթների մեծ պաշարով, ամանորյա տոնական փաթեթներով և մանկական գրականության հրատարակության 40-ամյա փորձը գրադարանային ոլորտի մասնագետների հետ կիսելու պատրաստակամությամբ։ Գրադարանի խորհուրդ են տալիս հրատարակիչները գրքային նորույթներ շարքն արդեն անհամեմատ ընդլայնել է թիրախային լսարանի շրջանակը և մանավանդ մեծ հետաքրքրություն է առաջացրել մարզային գրադարաններում։ Սա թվով 4-րդն է։ Փորձում ենք յուրաքանչյուր ամիս մեկ հանդիպում հնարավորության սահմաններում կազմակերպել գրադարանում։ Նպատակը համայնքային գրադարանների հետ հրատարակիչներին կապելն է, որպեսզի հրատարակիչները ներկայացնեն իրենց նոր հրատարակությունները, որոնք հաճախ դուրս են մնում համայնքային գրադարանների գնումների ցուցակներից։ Բավականին լայն տարածում ստացավ հանդիպումների շարքը, հետաքրքրություն կա, անգամ փորձում են մարզերից մասնակցել հանդիպումներին։ Այսօր օրինակ վեդիից արդեն հաստատել են իրենց ներկայությունը, կլինեն հանդիպմանը։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հատկապես կարևորում է Արևիկի մանկապատանեկան լսարանն ու երեխաների հետ աշխատելու առանձնահատկությունները, հիշատակում է այն միջազգային չափորոշիչները, որ սահմանված են աշխարհում մանկական հրատարակչական նախագծերի համար, ինչպես օրինակ նկարազարդումների, բառային ծավալների և տեքստերի որոշակի տոկոսներ, որոնք պետք է գործեն նաև մեզանում։ Արևիկ հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն իր հերթին երախտագիտությամբ է խոսում գրադարանի այս նախաձեռնության մասին, քանի որ մանկական լսարանը հաճախ դուրս է մնում ճանաչողական, քարոզչական ծրագրերից, և եթե հասուն ընթերցողը մեծ ընտրության հնարավորություն ունի, ապա փոքրիկները ճիշտ ուղղորդման կարիք ունեն։ Ըստ այդմ հրատարակչությունը ռազմավարական նոր մոտեցումներ է մշակել։ Վերջին տարիներին հատկապես հրատարակչությունը իր ռազմավարությունը մի քիչ փոխել է, ավելի համահունչ է դարձրել ժամանակակից տենդենսներին, չմոռանալով գրագետ գրականություն տրամադրել է երեխաներին։ Երեխաները մեր վաղվա լավ գրագետ քաղաքացին են և մեր պետությանը ծառայող հայրենիքի նվիրյալները։ Մենք պետք է փոքրուց սովորենք նրանց կրթել, մենք պետք է կարողանանք որակյալ գրականություն տրամադրել նրան։ 2026-ին ընդառաջ Արևիկը ցուցադրում է ամանորյա տոնական հրատարակչական նորույթները, նաև առաջին անգամ ներկայացնում է չինարենից բնագրային թարգմանությամբ հրատարակված իր 5 նոր գրքերը։ Նոնե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։